Երբ ես սկսեցի վլոգ անել, ոչինչ իդեալական չէր։ 2021 թվականն էր, ես նկարահանում էի 2017 թվականի iPhone 8-ով։ Ես չունեի ինստագրամյան տուն, ֆոն, տեխնիկա ու թեման էլ որն ընտրել էի, թվում էր ոչ մեկի հետաքրքիր չէ, կարծրատիպային էր շատերի մոտ ու նաև նեգատիվ։ Բայց ես սկսեցի ու գիտես ինչ հասկացա, որ սկսելու համար պետք չէ իդեալական պահ, լավ լույս կամ թանկարժեք տեխնիկա։ Սկսելու համար պետք է պարզապես ցանկություն։ Ըստ իս այսօր մի քիչ ավելի հեշտ է, քան այն ժամանակ, երբ ես էի սկսում, այսօր շատ լայն հնարավորություններ կան, որոնցից մեկի մասին ավելի մանրամասն եւ կոնկրետ կխոսեմ։ EU for Youth երիտասարդների զբաղվածության եւ ձեռներեցության ծրագիր։ Եվրոպական միությունն աջակցում է երիտասարդներին զբաղվածության եւ կրթության ոլորտներում, բարձրացնում է իրազեկվածությունը սոցիալական ձեռներեցության վերաբերյալ, տալիս է սովորելու հնարավորություն, իսկ արդեն սովորելուց հետո գիտելիքները կիրառելու, հիմնելով սեփական բիզնես պրոյեկտներ, որոնք ժամանակի ընթացքում իհարկե հղկվում եւ զարգանում են։ Կոդ է սոցիալական ձեռնարկատիրության հաբը, հարթակ, որտեղ աշակերտները անվճար կարող են սովորել սոցիալական ձեռնարկատիրություն եւ կյանքի կոչել իրենց գաղափարները։ Ավելին, այս օրերին նրանք ունեն օֆլայն դասընթացներ ու կրկին անվճար։ Պատկերացնում եք, տարիներ առաջ մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ դպրոցականներով կարող ենք համախմբվել ձեռնարկատիրական գաղափարի շուրջ ու իրականացնել այն։ Քո ճանապարհը կարող է սկսվել մեկ քայլից, այնպես ինչպես իմը սկսվեց։ Սկսեք հենց հիմա, ուղակի սկսեք։ Միևնույն է, ինչ էլ անեք, ձեզ քննադատողներ լինելու են։ Դուք չեք քննադատվի միայն երբ ոչինչ չանեք։ Եթե դու ունես գաղափար, անգամ եթե այն անհարմար է, տարբերվող է կամ մարդիկ ինչ կասեն կատեգորիայից է, միգուցե հենց դա է քո ուժեղ կողմը։ Սովորիր, փորձիր, մի վախեցիր սկսելուց։ Քանի որ ճիշտ մտածելակերպով ու ճիշտ աջակցությամբ դու կարող ես կառուցել քո սեփական ճանապարհը։